Հաճախորդի ճաշակը պետք է բարձրացնել։ Այո։ Մեր դիզայներները շատ են անում այն ինչ ուզում է հաճախորդը։ Հավանում ես։ Գնի։ Հայաստանում կա 10,000 հոգիով կար իրան թույլ տա դիզայների շար։ Ընդհանրապես Հայաստանում ինչ-որ բան 0-ից ստանալը դա հերոսություն է։ Հերիքա փողից խոսացնենք։ Իսկ դա չէ, կարևոր բան է փողը իհարկե։ Իրա գները ավտոմատ այսինքն թռնում են ուղղակի։ Մի խանգարեք մայստրոին, մայստրո շարունակեք։ Հայրենասիրությունը Facebook-ում չի միայն։ Հայրենասիրությունը առնել հայկականը։ Եթերում Մոնք 3-ն է, ես Գլումովն եմ, Գլումով տրիպտիխ, այսօրվա թեմայից ես ոչ թե կիլոմետրներով, ինձ թվում է պարսեկներով եմ հեռու, որտեղ խոսելու ենք նորաձևության մասին, ես ձեր հետ միասին փորձեմ բացահայտել ինձ համար այդ գեղեցիկ, անհավանական, մոգական եւ ինչ որտեղ հայկական աշխարհը։ Բարև ձեզ։ Բարև։ Արևիկ, Արմեն, Նարեկ։ Նարեկ, ուզում եմ հասկանամ, սպիտակը սպիտակի վրա օքեյ, հա։ Հա, ինչի օքեյ չի։ Իսկ առհասարակ այդ օքեյը կամ ճիշտը եւ սխալը, այնպես ինչպես մարդը զգում է, կա ինչ-որ բան, որ կտրականապես չի կարելի անել։ Նորաձևության մեջ կամ իհարկե կա դրես կոդեր, ինչ որ երբ որ գնում ես միտեղ հրավիրված ես, կան դրես կոդեր, որ պետք է, եթե դու հրավեր ունես, պետք է այդ դրես կոդով գնաս։ Համապատասխանես, անպայման։ Ահա, օրինակ ջինսով չգնաս, եթե բոլորը գալիս են սմոքինգով։ Այո, կամ փորը բաց։ Կամ փորը բաց, եթե դու Տղամարդու դեպքում։ Չէ կանանց։ Որտեվ տղամարդիկ անցած փորիկներով մեկը բացում է փորը։ Հարց համար 1. Գոյություն ունի առհասարակ նորաձև, նորաստեղծ, նորաթուղ, արդիական, հայկական նորաձևություն։ Կա այդպիսի ֆենոմեն, թե չկա։ Կա, բայց ֆենոմեն չի։ Ֆենոմեն չի կե գոնե, թե։ Ես կուզենայի որ դառնար ֆենոմեն, իհարկե կա, կան լիքը երիտասարդ եւ ոչ տաղանդավոր դիզայներներ, բայց քանի որ չունենք արդյունաբերություն եւ այլն, երկար շարան, հա։ Շատ դժվար է իրանց համար, այո։ Ինդուստրիան ինքը ոնց որ ցիկլային է, այսինքն արտադրությունից բռնած մինչև full այդ circle-ը վաճառքի, հա, հասնել։ Հայաստանում էդի շատ sense փոքր մենակ է դիզայներ ու դիզայներ գծիկ ատելյե վիճակի արանքն է խառնում ու կտոր ճարել, հա, ու որտեղից կկարողանա կտոր ճարել։ Դա փոքրիկ հայկական խնդրեմ է, թե դա շատ մեծ հայկական խնդրեմ է կտոր ճարելը։ Կտոր ճարելը ընդհանրապես արտադրական process-ները։ Այսինքն իդեալական աշխարհում պետք է լինի այսպես. կտոր, դիզայներ, արտադրություն։ Կտորի արտադրություն, կտորի վերամշակման արտադրություն, հետո կտորի արտադրություն, հետո դիզայներ, հետո Այդ ամենաիդեալ վարիանտը։ Դա եվրոպական։ Իտալիայում գոյություն ունի դա, Ֆրանսիայում գոյություն ունի, Իսպանիայում գոյություն ունի։ Մեծ մասամբ, այո։ Բայց գիտեք ոնց էլի զարգացած երկրներում ոչ բոլոր քաղաքներում դուք կարող եք տեսնել այդ ինդուստրիալ իրավիճակը, հա, կան քաղաքներ, որոնք զարգացած են հենց արտադրական գործընթացներով, բայց կան քաղաքներ, որոնք կիլոմետրերով նորից հեռու են մոդայի ինդուստրիայի։ Այսօր իմ շուրթերից հնչելու են տասնյակ հիմար եւ անհեթեթ հարցեր, հիմար եւ անհեթեթ հարց համար 1։ Ես ճիշտ եմ հասկանում, որ նորաձևությունը կիսում է 1-2 մեծ բաժնի կամ մասի կամ բաժնի օդկություն, բարձր նորաձևություն եւ նորաձևություն բոլորի համար։ Չէ՞։ Շատ ավելի շատ։ Ավելի շատ են նրանք։ Հələ պատմեք, ամենավերևում օդկությունն է։ Կա պրետապորտե դելյուքս, mass market։ Օրինակ պրետապորտե դելյուքսը էդի Calvin Klein-ը, այդ ավելի բարձր սեգմենտի, օրինակ Emporio Armani-ն արդեն ավելի բարձր սեգմենտ, luxury segment-ն է, պրետապորտե դելյուքսն է, դելյուքսն է կոպիտ ասած։ Պրետապորտը ինքը հենց թարգմանվում է Toyota եւ Lexus։ Համարյա։ Իսկ դուք որտեղ եք։
Յուրաքանչյուրը դա ինչ է, օտկուտյուրը, ինչ Պրետապորտե դելյուքս, ինչ որտեղ եք դուք։ Ես կարող եմ ասեմ արտույտի մասով, մենք ունենք երկու տիպի արտադրություն, ոչ բնական մետաքսե շարֆեր, որը արտադրվում է Հայաստանում, իհարկե կտորելի ներկրվում է դրսից, Չինաստանից կոնկրետ, եւ կա մեր արդեն լյուքս սեգմենտը, դա բնական մետաքսե շարֆերն են, քաշմիրը, բուրդը, որը մենք արտադրում ենք Իտալիայում, Կոմո քաղաքում, քանի որ այդ վերը նշված խնդիրները հայտնի լճի հարևանությամբ, այո, հայտնի լճի հարևանությամբ այդ քաղաքը ընդհանրապես հայտնի է մետաքսի արտադրությամբ, եւ Կոմո, հա, ես գիտեմ մենակ մեծահարուստ ռուսներով է հայտնի եւ Բացի մեծահարուստ ռուսներից, այո, նաև հայտնի է իր մետաքսի Այսինքն դա տրադիցիոն, այո, որոնք ընտանեկան բիզնեսներ են կոչվում։ Իսկ Հայաստանում հնարավոր չէ, որ մենք մետաքս արտադրել ենք ժամանակին։ Այո, սովետական միություն Արցախում է եղել է։ Այո, Արցախում եղել է եւ սովետական միության ժամանակ մենք ունեցել ենք շատ մեծ մետաքսի գործարան։ Բայց մետաքս թաղամաս ունենք Երևանում։ Այո, բայց հիմա իրականություն չէ, ընդհանրապես։ Արմեն, դուք ինչ կասեք։ Որն է ձերը, դուք ում համար եք Ես ավելի ինդիվիդուալ, շատ ձեռքի աշխատանք Այսինքն դա օտկուտյուր է։ Դե չի կարելի ասել օտկուտյուր, որտեղ նա մի քիչ ավելի բարձր level է։ Հետո օտկուտյուր անելու համար դու պետք է իրավունք ստանաս անելու օտկուտյուր, դու պրոստը տունը չես կարող։ Ով է այդ իրավունքը տալիս։ Իրավունքը տալիս է Փարիզյան կոնգլոմերատը։ Նրանք պիտի որոշեն Արմենը օտկուտյուրա թե չէ։ Իհարկե թենց է, ստանում է մասնակցում արդեն Փարիզյան շաբաթին։ Իրավունք պետք է ստանաս։ Այդ շաբաթների մասին դեռ խոսենք։ Նարեկ դուք Ես ավելի շատ պրետապորտե դելյուքս սեգմենտի մեջ եմ գնային տեսանկյունից, հաճախորդների տեսանկյունից էլ Եթե անհատական վերաբերմունքը արդեն գնային մի քիչ լյուքս է, իսկ նենց պրետապորտե դելյուքս հիմնականում, եթե պատրաստն են առնում իմ բրենդից։ Okay. Եթե լիներ ձեր երազած իրավիճակը, դուք կարտադրեիք էլ ավելի շատ շերտեր, օրինակ Արմենը կունենար ձեռքի աշխատանք, չգիտեմ, նախագաների կամ առաջի տիկիների համար եւ օրինակ շապիկների տեսականի, որոնք որ կարող է Գլումովը գնել եւ հագնել դուրս գալ եթեր։ Ոչ, որտեվ իմ մոտ կարող պատվիրել եւ նախագահի առաջի տիկին։ Հա, բայց դա կլինի ձեռքի աշխատանք, ոչ թե այդ մասսայական։ Բայց դա շատ քիչ քանակությամբ։ Հա, միայնուն է շատ քիչ քանակությամբ։ Այսինքն դուք ձգտում եք ունենալ որակյալ limited edition, ճիշտ եմ հասկանում։ Հետո Արմենի մոտ շատ հաճախ չեն կրկնվում։ Եթե դա ձեռքի աշխատանք է, ինքը չի կրկնվում։ Չէ, եւ ընդհանրապես տեսքով, բացի որ ձեռքի աշխատանք է, ընդհանրապես տեսքով չի կրկնվում։ Յուրահատուկ մոտեցում է յուրաքանչյուր կլիենտի։ Արմենը յուրահատուկ է։ Նարեկ Իմ տեսանկյունից ջինսեր արտադրել։ Չէ, մի հատ ուրիշ բան ասեմ, ես քանակի մեջ չեմ սիրում արտադրել, որովհետև կարծում երբ որ մարդ թանկ է վճարում, կամ նորմալից մի քիչ թանկ, ինքը գոնե պետք է ինչ-որ ձևով տարբերվի մնացած մարդկանց, այսինքն երբ որ դու հագնում ես, չգիտեմ, ինչ-որ տաբատ ու գիտես դրանից կա եւս, չգիտեմ, 100-200 հազար հատ, այդ մի քիչ մեղմ ասած 100 հազար։ Հա, մեղմ։ Իսկ երբ որ գալիս են ոնց որ իմ մոտ ինչ-որ բան առնելու, ես միշտ ասում եմ, որ օրինակ դա էքսկլյուզիվության մաքսիմում 3 հատ լինի դրանից ու փորձում եմ պահեմ այդ էքսկլյուզիվությունը։ Ես ուզում եմ քչի մեջ շատ աշխատեմ։ Արմենը եւ Նարեկը պատրաստ նման են այն նկարիչների, որոնք որ ունենում են 1 կտավ կամ կտավ չէ, գրավյուր ասենք, նու մաքսիմում 10 օրինակով։ Ձեր պարագայում նաև շելկոգրաֆիան է այստեղ ավելանում, հա, կարող եք տպել։ Մենք կարող ենք տպել անընդհատ, բացի այդ անընդհատ տպելուց մեր նպատակը այն է, որ մենք ստեղծենք որակյալ ապրանք, որակյալ աքսեսուարներ, որոնք կարող են ներկայացնել մեր մշակույթը լավագույն տեսքով։ Արդյոք այսօր նորաձևության գլոբուսի վրա Հայաստանը ունի իր կետը կամ կետիկները լույս երևում է կոսմոսից թե ոչ։ Մոմ։ Որպես մոմ։ Փոքրիկ եկեղեցու բարակ։ Երևի տուրիստների հաշվին, այն հայերի հաշվին, որոնք դրսում են ապրում,
դրանով հայտնի։ Ես կարծում եմ, որ պոտենցիալը կա, որովհետև Կովկասի վրա ուշադրությունը կա ներկայաբան ելնելով օրինակ նույն նրանից, որ Թբիլիսիում նորաձևությունը շատ արագ զարգացավ։ Ինչու է այդպես։ Ինչի՞ է Թբիլիսիում ամեն քայլին այդ բուտիկները նորաձև երիտասարդների, որ ոնց գները շատ մատչելի են, իսկ երբ որ մտնում ես մեր նորաձևության աստղերի բուտիկները, հասկանում ես, որ ավելի լավ է գնաս։ Դե այնտեղ վերջի բան ոնց որ ուրիշ ձև է իմպորտը, մեր մոտ իմպորտը մի քիչ ավելի թանկ է։ Այսինքն դա ինչ հարկեր հետ է կապված։ Հարկերը, կտորների գները, ներմուծման ժամանակ ինչքան է հարկը։ Կներեք, ասեմ, որ միշտ Թիֆլիսում կապ չունի հայերը թե վրացիները, միշտ ձգտել են հագնվել ավելի յուրահատուկ, միշտ տարբերվեն, դա եւ պատմական է եղել, քան Երևանում, քան Հայաստանում։ Այո, դա է պատճառը։ Ու ավելի ազատ են նրան դիզայներները, գիտեք մեր մոտ ոնց է որ խոսում ես դիզայներների հետ, տեսնում ես ինչ արել, կարա ավելի հետաքրքիր, ավելի կրեատիվ, բայց վախենում են չառնեն։ Իսկ վրացի դիզայներները մի 30 տարի առաջ սկսեցին անել այն, որ չեն առնի։ Ու կամած սկսեցին առնել արդեն Այսինքն կարող եմ ասել, որ նրանք թելադրում են ճաշակ, իսկ մենք փորձում ենք ճաշակի հետևից։ Հա, օրինակ մեր դիզայներները շատ են անում այն ինչ ուզում է հաճախորդը, ոչ թե այն ինչ իրանք են մտածում։ Վաճառքների համար ավելի շատ են մտածում, քան ազատ թողնեն իրանց միտքը ու անեն այն, ինչ որ իրանց դուր է գալիս։ Այս պարագայում չունենք մենք խնդիր այսպիսի, որ եթե հաճախորդն է իր ցանկությունները առաջ տանում, հաճախորդը սովորել է։ Հաճախորդի ճաշակը պետք է առանց կարելի է, կարելի է, պարտավոր է կարելի։ Ընդհանրապես հայ հաճախորդից բարդ հաճախորդ ես կարծում եմ աշխարհը չի տեսել։ Դե դա մեր գենի մեջ կա այդ բնավորությունը։ Ոչ թե բարդացնել, այլ մեր տեսակետը փաթաթել ուրիշի վզին։ Անկախ ամեն ինչից դա ճիշտ է թե սխալ։ Դե տեսեք, դուք ուզում եք, որ ձեր գեղեցկությունը փաթաթեն իրենց վզին մարդիկ։ Իսկ մարդիկ ուզում են, որ էլի մեկ եղավ։ Так։ Եվ գոհացնել հայ հաճախորդին, եթե բրենդը կարողանում է, շատ դժվար է։ Եվ համոզել, որ դա է ճիշտը, բրենդը այդպես է, ուզում ես, հավանում ես, գնի, չես հավանում, կարող ես չգնել, ուրիշ բրենդից գնել։ Օրինակ մեր, փորձից ելնելով ամեն հաճախորդ, ամեն երկրորդ հաճախորդը իր պարտքը համարում է մեզ բերել օրինակ միջազգային այլ բրենդերից խորհուրդներով եւ բանով։ Դրա համար մեր դիզայներները այդ վախը կա էլի, որ իրանք անեն մի հատ անենց բան, որ կարող է չհավանեն ու սկսեն իրար մեջ այս իրա մոտ չառնեք, չգնաք, սենց լավը չէր սա։ Գիտես ինչ ա արել սենց։ Որտեվ Հայաստանում կա 10,000 հոգիով կարելի է թույլ տա դիզայները շար։ Իսկ ինչ վերաբերվում է գներին, ընդհանրապես Հայաստանում ինչ որ բան 0-ից ստանալը, դա հերոսություն է։ Բոլոր բնակավարներում։ Բոլոր բնակավարներում համաձայն եմ, բայց կոնկրետ կտորի, տեքստիլի արտադրության մեջ եւ ընդհանրապես այս ասպարեզում 0-ից բան ստանալը դա իրոք հերոսություն է եւ բացի ամեն ինչից չկա այդ ինստիտուտը, որտեղ կարող են մարդիկ ճիշտ սովորել, կրթություն ստանալ։ Բայց մի րոպե, գնում են կրթություն ստանում են Մարանգոնի եւ այլն գալիս են ու էլի կանգնում են նույն պատի առաջ։ Այո, էլի գալիս են այդ պատի առաջ։ Հենց որ կրթությունը ենթադրենք տեղում չկա, իրանց մեջ է։ Ստանում են ուրիշ երկրում գալիս են ու չստացած դիզայներների հետ նույն խնդիրների առաջ են։ Խնդիրները այդքան կրթության հետ չկապված։ Ես այն տեսակետից համաձայն չեմ, որ օրինակ իմ հաճախորդը ահա որ ֆիլտրված է, որովհետև ինքը ով է ֆիլտրը։ Ես եմ ֆիլտրը։ Այսինքն դուք յուրաքանչյուր մարդու համար չեք կարում։ Չէ, իմ բրենդի պոզիցիան նենց է դրած, որ մարդը որ գալիս է քո շորը գնելու, ինքը հասկանում է, որ ինքը չի կարա ուզի օրինակ չեմ քարիկներով շոր, չի կարա սպասի քեզնից, որ դու կանես ինչ որ ուրիշ մի բան։ Ինքը գալիս է ու քեզ ֆուլ վստահում է։ Իմ հաճախորդները այդ տեսանկյունից ասում են արա այն ինչ ուզում ես, դե տենց ենք մենք աշխատում, հետո ես իրենց համար տարբերակներ եմ էսքիզներ անում, մենք ընտրում ենք, բարձա իրանց կարծիքները հաշվի առնում, բայց նենց որ ես օրինակ դնեմ մի կողմ իմ միտքը կամ իմ ուզածը չանեմ, այդտենց չի լինում, բայց իհարկե դա շատ դժվար է մեկը ես դրան, ու դա մեծ խնդիրների առաջ է իրականում կանգնեցնում, որովհետև հայ, եթե դու ուզում ես փող աշխատես ու զուտ full ապրես այդ փողով, պետք է անես այն ինչ ուզում է հաճախորդը։ Համամիտ եմ, տեսեք,
գալիս է կլիենտ Նարեկի մոտ, ասում է մի հատ նկարած տալի, ասում է այս Բալմենի շորը ինձ համար սենց գործարդ մարգարիտներով է, ինքը իհարկե չի անի, որովհետև ինքը հարգում է իր աշխատանքը, չի անի կոպի, այո, կարևորը որ չգողանան։ Իհարկե, բայց կան դիզայներներ երևի փողի համար այդ անում են Կան կոպի։ նաև հաճախորդներ, օրինակ, ես վերջերս իմ մոտ մի հատ Պարտադրում են, եկե, չեմ կարա ասեմ իհարկե, բայց Առաջի տարաս է կանում։ չէ, ասեմ արդեն բարձ։ Եկեք տարօրինակ տարաբոր մի հատ երկչույի է տանում։ Մի հատ է դրա։ Okay, հուշակեք ով է։ Ասում է, ու սենց է մոտիկան հարց, ասում է ես ունեմ կարող, ես ունեմ էսքիզ, ինձ պետք է ռեալիզացնել։ Ասում թե ունես կարող, ունես էսքիզ, էլի չես եկի իմ մոտ։ Ու սենց ես անում եմ էլի ինչ որ էսքիզներ եմ անում, բանում, աշխատում եմ փորձում իր այդ, ինքը մեկը էլի տանում է այն նրան, ինչ ինքը ուզում է։ Ես վերջում գրում եմ, մենք չենք կարա սենց աշխատենք։ Դու ուզում ես ինչ դու ուզում ես, ու դու գիտես ինչ ես ուզում։ Ეხես եկե իմ մոտ։ Դա Բալմենից այդ շորը առավ։ Այ դրա մասին է ուզում հարցնել։ Եթե շատ դեպքերում ենք տեսնում, որ հայկական դիզայներները կամ այդ հայկական նորաձևության բուտիկներում, որոնք որ այդքան շատ չեն, բայց կան, գնում ես եւ տեսնում ես Փարկասով որ հիմա շատ են։ Ու շատ լավ է։ Շատանում են։ Այո։ Թբիլիսի համեմատ այդքան չէ, բայց շատանում են, համաձայն եմ։ Բայց գնում ես եւ հասկանում ես, որ սա դու ինչ որտեղ տեսել ես արդեն։ Այսինքն սա գողացած բան է, որ ինչ որ բան փոխված, բայց միևնույնն է գողացած բան է։ Առհասարակ ես ճիշտ հասկացա, որ դուք այդպիսի բաներով չեք զբաղվում, իսկ պայքարի ձև կա դրան, դա միգուցե այդպիսի դիզայներներին պետք է ասել, որ դա կամ չի հարգել կամ ինչպես դրա դեմ կարելի է պայքարել, բոյկոտել։ Մի րոպե կներեք։ Կան դիզայներներ, որ ոգևորվում են, ես իմ 20-րդ դարի լավագույն դիզայներներից ու անում են ոչ թե կոպի, այլ իրենց տեսլական Inspiration inspiration են անում, հա։ Հիմա նայեք, Գեղեցիկ բառեր գիտեք։ Արմեն ջան, մեր Fashion Week-ին մեկը կոլեկցիա էր ցույց տվել ու շատ հայտնի հայ դիզայներ, որը մեկին մեկ այդ նույն կոլեկցիան Վրաստանում էր այդ բանը ցույց տալի վրացի դիզայները։ հիմա տարբեր դեպքեր են լինում։ Ու էդի եմ որ չես կազդ inspiration։ Չէ, հիմա ուզում եմ ասեմ, որ Մի րոպե շարունակեմ միտքս։ Այս տարի սկյապարելի վերջի օդկուծուր պակասը լիքը բաներ կար, որ Մյուգլերը, Գոտիեր, ահա, լիքը ու դիզայները Դանիելը բացատրել է, որ ինքը չի դա օմաժ է, հա։ Այո, ինքը սովորում է նրանցից։ Ու այս վերջի կոլեկցիան շատ, հա, ու դա շատ սիրուն էր։ Ու արել է շատ գեղեցիկ կոլեկցիա։ Ես համաձայն եմ, բայց եթե թխած է կամ գողացած է, դա արդեն inspiration դժվար է։ Հա, եթե իհարկե այնց մեկը իհարկե դա հարգելի չէ, բայց ոգևորությունը ինչ որ էլեմենտներ ու դրա մասին ասելը դա շատ նորմալ երևույթ է։ Ես չեմ ասում ինչն է կայֆ է դա անելու ընդհանրապես։ То есть եթե դա արածը դրա նորից նու անում ես։ Չէ, ես չեմ ասում նույն բանը։ Չէ, օգտագործել էլեմենտները։ Հա, էդի հա, դե էդի մատուցել այդ ես ինչ գիտեմ։ Հետո հներին ուրիշ բան է, նորերին ու այդ բան որ քո հետ զուգահեռ է գնում այդ մարդը մի քիչ ուրիշ է։ Դե հիմա զուգահեռ չգիտես ով ումից հատ։ Կարող է երկուսն էլ։ Պարզապես հիմա արդեն 21-րդ դարում ինչ որ նոր բան Դժվար է։ Նորաձևության մեջ։ Արիք ջան, ախր նույն բանը ասում են երաժշտության մասին, կինոյի մասին, թատրոնի մասին, բայց չէ՞ որ ծնվում է։ Ծնվում է, բայց էլի լինելու է նույն բանը, բայց ինչով է բանը գենիալնիստ դիզայների, որ ենթադրենք այդ նույն Շանելի պիջակը, հա, ինքը նույն ձևի կարում է այդ կլոր առանց վարատնիկ կոճակներով եւ բան, բայց մցնի իր յուրահատուկ ինչ որ ձեռագիրը, այդ ամբողջ բանը։ Իսկ ձանձրալի չէ որ մեր դիզայներների 80% այդ հետաքրքիր գաղափարը մտնում են հայկական ինչ որ նախշազարդ կամ չգիտեմ եւ որոշում են որ վերցնում են այդ Շանելի բանը ու պարամ համաձայն։ Էդ էլ ուրիշ թեմա է։ Հետո մեր հարևանները ձախից կամ աչից ասում են դա ձերը չի, դա մերն է, հետո մենք ամբողջ Facebook-ը սկսում է իմ հետ։ Ես համաձայն չեմ, նայած ինչը վերցնեն ու ոնց մտցնեն։ Հիմա ես անում եմ հավաքածու, ինքը ամբողջովին գրքային մանրանկարչության եւ ասեղնագործության
հիման վրա արած հայկական այո գրքային մանրանկարչության ու դա ոչ մեծ պրոյեկտ է շատ ուզում ենք պահպանողական լինի այսինքն վիդեոներ ալնելու որտեղ այդ ասեղնագործները աշխատելն ու մենք գտել ենք այն մարդկանց ովքեր այդ 8 ասեղնագործները հին հայկական տիրապետում են իրանք մեծ կանայք են ովքեր աշխատելու են հա որտեղից եք գտել ես քեզ տարբեր գյուղեր գտա հետաքրքիր կոլաբորացիաներ են Վերնիսաժում լիքը սիրիահայ, լիբանանահայ կանայք կան, որոնք անում են մարաժ եւ այն բոլոր տեխնիկայով շատ հետաքրքիր որ հանգարց սխալ չանես որ ոնց որ իրանց պետքա լսել լավ պահում են ու շարունակում են անել հա հիմնական նայեք այստեղ ես համաձայն եմ Նարեկի հետ որ եթե դու ստեղծում ես 0-ից կոլեկցիա շարք որի մեջ ոչ թե էլեմենտներն այլ դա գաղափարն է ընդհանուր բայց եթե Արևիկի հետ եմ համաձայն նաև բայց եթե դու վերցնում ես ինչ որ դասական ինչ որ բան որ սիլուետը բոլորը գիտեն կարելի ուստեղ ինչ որ մի հատ բլամբ ես անում ու ասում ես որ սա հայկական նորաձևություն է դա մի քիչ ծիծաղել է որտեվ եթե այդ բլամբի տեղը ուրիշ բլամբ լինի մոնղոլական ինչ որ ծիծաղալու բաներ եք տեսել կան դիզայներներ կան որ անում են այդ նույն բանը շատ ճաշակով շատ խելացի մտցնում են հայկական չեն անում թե իհարկե կան շատ կան որ անում կան վարողներ որ ձեր ման հետաքրքիր հարցեր չեն տալի կան ավելի վատ հարցեր են տալիս ես համոզված եմ որ կան վարողներ որ ինձանից ավելի շատ հետաքրքիր հարցեր են տալի Արմենը եւ Նարեկը իրենց գործունեության մեջ ուրույն են եւ ունիկալ եւ աշխատում են չգնալ հաճախորդի ետևից լսելով կամ ուսումնասիրելով, չգիտեմ, զրույցելով հասկանում են ում համար ինչ կարելի է ստեղծել։ Դա հնարավոր է մեր երկրում եւ առհասարակ ամենտեղ, Սոմալիում էլ է հնարավոր, բայց դա կոչվում է հայկական նորաձևություն, թե դա պետք է կոչվի Արմենի նորաձևություն, Նարեկի նորաձևություն, այ հայկական մենթալիտետ եւ այդ ամենը կա, որ կամ օրինակ Dolce Gabbana-ի մեջ կա իտալական նորաձ եւ դա կարեւոր է իրենց համար արդյոք Cartier-ն դա ֆրանսիական է եւ դա կարեւոր է թե չէ այ դրա մասին եմ ուզում որ ինձ Dolce Gabbana իհարկե շատ խտացած sense Նապոլի եւ այլն առանց խոսքի այսինքն իտալական այո դա իտալական դեմկայով բրենդ է ես կարծում եմ որ ինչը վերաբերում է իմ բրենդին եթե ես հայ եմ եւ մեծացել եմ Հայաստանում всё же ինչ որ ես անում եմ ինքը բխում է իմ ներսից ու դուրս է գալի իմ ապրումներից իմ կյանքից ու դրա մեջ է հենց հայկականությունը այդ product-ի որովհետեւ ոնց որ դրա մեջ միշտ ակնարկ կա ինչ որ բանի ինչ որ հայկականի ու դու չես կարող անես դուրս դրանից եթե դու դրա մեջ չես ապրել մեծացես ենք չես կարող մաքսիմալ փախնես դրանից ինչ էլ անես լինելու է այդ ոնց որ այդ գծի վրա է էլի ինքը գնում անհնար է փախնել դու պետք է ընդունես ու շարունակես դա անելու մենք անում ենք այն ինչ որ տարիներով կուտակվում է մեր մեջ Պատսազնանիայում հավաքվում է ու հետո քեզ տալիս է փոքրուց հայկական չի վրացականա չգիտեմ իտալականա ինչը դու նայում ես այդ կուտակվում է հետո դա արդեն փոփոխված դուրս է գալիս այսինքն կապ ունի մարդը ինչով է սնվել որտեղ է ապրել իհարկե ինչա կերել ինչա նայել ինչա կարդացել ինչով է հիացել այդ ամեն ինչը շատ եթե ես չեմ սխալվում կա վրացի բավականին հայտնի դիզայներ որը որ Balenciaga եւ այլն, որը որ չգնաց դեպի վրացական, նա գնաց դեպի իր սովետական մանկությունը եւ անցյալը։ Շատ ծանր մանկություն։ Այո, որ այդ անհասկանալի սպորտիվկաները, բոթասները բավականին տգեղ եւ բայց դա դարձրեց համաշխարհային տրենդ։ Հնարավոր Հայաստանում կան այդպիսի դեմքեր կամ փորձեր որ մենք էլ ինչ որ այդպիսի նա չգնաց դեպի վրացական օրնամենտներ գինի, չգիտեմ, վիճես տիգրովը շկուրի եւ բոլոր այն կլիշեները որ մեր ուղեղում նստած են նա գնաց դեպի սովետական անցյալ եւ հավատաց որ դա կարող է դառնալ թե չհավատաց դա դարձավ ինչպես դա տեղի ունեցավ Չէ, դա էլ էր վրացական, այդ Աբխազիայից որ փախել են եւ այլն, բայց Հայաստանում էլ եք ունեցել, բայց պատմական մի հա, բայց մեզանց ոչ մեկ դա չար, ձեզանից, ինձանից չէ, ես հերո եմ այդ ամենից։ Դա ուղղակի այն էր որ նա առաջինն էր եւ արեց, թե
Չէ, ինքը հենց այդ իմ ասած խնդիրն էր, որ Եվրոպան արդեն հետաքրքրված էր Կովկասյան շրջանի նորաձևությամբ, Այսինքն Եվրոպան էլ է քաղցած եւ Պարզապես ճիշտ ժամանակին, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է, որովհետեւ նորաձևությունը, որ ուշադիր նայեք, մեկ գնում է դեպի Ասիա, մեկ գնում է դեպի, ասենք, նույն Աֆրիկա, մեկ գնում է, չգիտեմ, պրինտերի տեսակետից ամեն ինչի տեսակ, մշակութային բան, հիմա Կովկասի վրա կենտրոնացումը շատ ուժեղացել է, նաեւ հենց ելնելով օրինակ նույն Դեմնակ Վասալյայից ու Այսինքն միգուցե Հայաստանից է նաև ունենանք պրառիվներ որտեղ Միգուցե, բայց Հայաստանում այնքան չենք ունենում, մինչև Հայաստանի վրա այդ լույսը չվառվի։ Ո՞վ է վառելու այդ լույսը։ Ախր Ասեք, Արևիկ, արտահայտեք, ինչ մտածում եք ասեք։ Այնքան բանից է կախված, այդ լույսը կվառվի, թե չի վառվի։ Ում ձեռն է ռուբիլնիկը։ Ես կասեի մեջ չեմ ասել։ Շատ մարդկանց, երբ որ գնում են պետականությունից մինչև պետական ծրագրերից մինչև անհատ, դա ասենց մի հատ շղթա է։ Իսկ Իտալիայում այդ պետական Բայց Իտալիան կայացած երկիր է Եվրոպական միության մեջ։ Ինքը առանձին էկոնոմիկային ինդուստրիալի Առանձին էկոնոմիկա ունի, Իտալիան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերապրել է իր ծաղկուն շրջանը նորաձևության մեջ, դա եղել է շատ վաղուց։ Իսկ մենք պետականություն ունենք 30 տարի, բայց ունենք այնքան խնդիրներ բոլորից քաջ հայտնի, որ նորաձևությունը դա Բայց ասում են, որ վերջի 2 տարվա մեջ ինչ որ ծրագրեր կան, համաձայն եմ, ծրագրեր կան, այո, ծրագրեր կան։ Դուք էլ չունեք։ ամենամեծ խնդիրն է, որ մենք հիմա ունենք շատ մուլտիբրենդային հայ դիզայներների խանութներ, չէ՞։ 5 concept-նա, Made-նա, Con-նա բոլոր իհարկե չէ, մեծամասնությունը հիմա պետքա առնեն հայ դիզայներներ։ Այսինքն մենք Հա, մի քիչ հայրենասիրությունը այդ կողմով պետքա գնա։ Իսկ հնարավոր է, օրինակ ես սիրում եմ գնել ջինսետ աբատներ, օրինակ դիզել, replay Հա ոչ մեկ չի խանգարում մի հատ դիզել առնեք, մի հատ հայկական դիզայներ F5 կոնցեպտ։ Բայց այդ հայկական դիզայները պետք է իմ համար ջինս կարի, որ ես կարողանամ Չէ, կարած կա տարբեր ռազմերների, գնացեք, փորձեք, ձեզ կօգնեն։ Ուր գնամ ջինս գնելու համար։ Զաքարյան կա, չէ, ջինսերի։ Չգիտեմ։ Հա, շատ լավ։ Զաքարյան, դրանցից ինձ։ Իրանք բրենդը կա։ Հայրենասիրությունը Facebook-ում չի միայն։ Հայրենասիրությունը առնել հայկականը։ Այդ թվում հայկական դիզայներներին, հայկական, ես չգիտեմ։ Շատ բարի, եկեք խոսենք առնելու մասին, գնելու մասին։ Արմեն, Նարեկ եւ Արևիկ մատչել են համեմատելով ձեր արտադրանքի գները, համեմատելով եվրոպական լավագույն բրենդներից, որոնք որ նույն մակարդակի վրա են։ Թե ձեր ավելի էժան է կամ ավելի թանկ։ Զարայում ստեղ 100,000-ով պալտո կա, մենք էլ ունենք մոտավոր այդ գնի պալտո, так что նայած ինչ է։ Բայց տեղի Զարայում հիմնական նենց գները, որոնք դիզայներների գների մոտ են։ Սեյլ ժամանակ գնան, լավ գներ են։ Հա չէ, սեյլ։ Այսինքն ձեզ մոտ կարելի է գալ եւ շատ մատչելի։ Չէ, դե ասում եմ Հա, նայած ինչ, բայց կարա լինի։ Նայած ինչ է։ Օրինակ ինձ կարող եք հագցնել այնպես, ինչպես ինչ շապիկները օրինակ մատչելի է, հիմա կորսետները մատչելի։ Կորսետ ես չեմ կրում, բայց առասակ։ Հա։ Դուք հիմա խոսում եք mass market-ից։ Այո, որտեղ դուք եք խոսում, ասում եք պետք է գնանք հայկական։ Բայց Դուք ըստեղ mass market եք հագնվում, չէ՞։ Դուք mass market եք հագնվում, բայց ըստեղ կան կոնցեպտուալ դիզայներներ, որոնք ունեն բուտիկներ, որոնք դուք ամեն օր այդ շորը, որ ընդեղից առնեք, չեք կարող առնել։ Դա վերաբերում է կանանց սովորաբար։ Նու կանանց։ Ահա։ Դրա համար, երբ որ դուք ուզում եք հետաքրքիր բան ունենալ ձեր զգեստապահարանում, գնում եք 5 concept, գնում եք Con, ենթադրենք Made, Design Line եւ այլն։ Նմանատիպ տեղեր կամ պատվիրում եք հատուկ ձեզ համար Ես գնի մասն եմ խոսում, ավելի լավ պատվիրեմ հիմա հասնենք կամ գնամ Վենեցիա, գնեմ գամ ու նույն գինը կլինի ինքնաթիռի տոմսով ապրելով, թե Չէ, մի քիչ Կարևորը ինձ մը գինը չի, կարևորը տեսքը ձեր դուրը գա։ Էլի սեյլի ժամանակ գնաք, բայց այստեղ այնքան իրար խանգարող հանգամանքներ կան, որ այդ խեղճ դիզայները, որպեսի կարի ձեզ համար այդ շորը, իրա վրա այդ ինքնարժեքը այնքան բարձր է նստում, որ ինքը դե բիզնեսի բանով պետքա 2.5%, 3% դու ավել գաս, չէ, ինքնարժեքից, որպեսի ունենաս շահույթ, ունենաս հարկ վճարես, աշխատող
ժողովրդին նու դա չի մտնում այդքան, բայց վերջը այդ ամեն ծախսերը ինքը որպեսի կարողանա հոգա եւ պլյուս ինքն էլ ինչ որ բան աշխատի, իր գները ավտոմատ այսինքն թռնում են ուղակի։ Դա դրա մասին է խոսքը, բա ոնց գնենք։ Դե դա ամբողջ։ Այսինքն կառավարության խնդիրն է նաեւ։ Ոչ, դա չենք կարող ասել դա կառավարության Վրաստանում դա հարկային օրենսդրության Իմանայք, այս խոսակցությունից հետո ես մտածում եմ, որ օրինակ կոնցեպտուալ բան եմ մտածում, որ եկեք պայմանավորվենք բոլոր հաղորդավարների մասին խոսքը, որոնք որ եթերում երևում են, իրենց հաղորդում ամսական հաղորդումներից մեկի ընթացքում ոտից գլուխ նրանք հայկական դիզայների հագուստ հագած լինեն։ Այսինքն, սկսած կոշիկից ներքնազգեստ կարվում է այստեղ։ Հա, կարվում է։ Այսինքն հնարավոր է կարվում է, հա։ Հիպոթետիկի հնարավոր է, որ կոշիկ, չգիտեմ, բոթաս, գուլպա, ներքնազգեստ, շոր Ամեն ինչը հիմա կա հայկական, ու շատ լավ որակ է ինչ որ դուք ասում Okay, ըհը։ Ինչ մոտավորապես որպես մասնագետներ կարող եք ասել միջին գինը այդ գլումովին հագցնելու։ Այսինքն ներքնազգեստ, գուլպա, կոշիկ, ջինս եւ շապիկ։ 200-250,000 Մեկ լուկը մոտավորապես տենց մի 200 Բայց տեսեք, եթե հագցնեն հաղորդավարներին, չհագցնեն, գնեն հաղորդավարներին, պետք չի գնել։ Այդ կարելի է ամեն PR անել ու հաղորդման վերջում գրված լինի առած է այսինչ շնորհակալություն կամ այո։ Հա, ու այսինչ դիզայներից։ Ու մարդիկ նայելով այդ հաղորդումը արդեն չգիտեք խանութի մասին, այդ դիզայները կարող է Դե միգուցե ձեր կողմից էլ է պետք է այդ քայլերը անել։ Եկեք ասեք գլումով, ես քեզ ուզում հագցնեմ։ Չի որ չի արվում։ Արվում է։ Դա բան շու նախընտրել։ Ժամանակ խնդիրը նաև նույն այդ մարդկանց մեջ ովքեր հակնում են ու սխալ ձևով են գալի ուզում, սխալ ձևով են իրանց պահում։ Այսինքն դրա համար արդեն պետք է հերոստա ալիքներում աշխատող որակով հերոստալիքները YouTube-ի ալիքները, այո, ահա։ Պետք է լավ ստիլիստներ, որ կարողանան այդ կապը պահեն։ Սիրուն ամեն ինչս ավելի սիրուն ցույց տալ։ Այդտեղ մենք ինչքան էլ խոսենք, այդ հարցը, այդ շղթան չի լուծվելու։ Մենք չենք լուծում, մենք բարձրացնում ենք հարցը։ Մենք բարձրաձայնում ենք, բայց այդ այնքան sense փող կապակցված է, որ այդ խեղճ դիզայները, որ չունի արտադրություն։ Լավ էլ տեսք ունեն դիզայներներն, նայեք։ Այդ դիզայները պետքա հիմա Նարեկի որակի դիզայները, Արմենի նման դիզայները եւ նմանատիպ լիքը մարդիկ իրանք ունենային արդեն սեփական ատելյեները, որոնք կունենային կգեներացնեին Արմենը տենց նկատառումներ չի ունեցել ոչ մի անգամ։ Օրինակ եմ ասում, Արմեն ջան, ինքը պետքա գեներացներ այնքան շահույթ, որպեսի կարողանա ինքը իրան ֆինանսավորեր, գնար Եվրոպայում ենթադրենք ինչ որ էքսպոյի մասնակցել կամ press day-ի մասնակցել, ոչ թե սպասեր ինչ որ մեկը հովանավորի իրան, որ ինքը գնա։ Չգիտեմ որ Նյու Յորքի կա չէ՞ տես ճիշտ հանգեն են։ Հա, կարող եք մասնակցել սեփական միջոցներում նարեկը չի կարող մասնակցել։ Իսկ ինչքան է դա այդ որ։ Դե մի $10,000 սկսում է։ Դա զուտ մասնակցելը չհաշված, ասենք գնաց հասնես, մնաս, կոլեկցիան տանելը դե աղջիկները։ Չէ, դա մտնում է, աղջիկը մտնում են, ռեյլերը մտնում են, մեյքափը մտնում է։ Բայց այսինքն հիմա Հայաստանում 2 տարի, բայց օրինակ Հայաստանից օրինակ delivery անելը մեծ խնդիր է։ Product delivery անել։ Հիմա պատկերացրեք ես կոլեկցիոնում 40-50 look, որ պետք է տանեմ Նյու Յորք, ես ոնց այդ սախ շոուերը, ինչ ոնց որ տանելը։ Ինչու նախընտրել։ Լոգիստիկ խնդիրներ ունենք տարածաշրջանային։ Արտահանման հարկը Այո։ Ներմուծման հարկը, ներմուծում ես միանգամից ձեր կարած շորը, որ դուք ասած ինչ որ կոֆրի մեջ դնեք եւ 50 հատը ոնց տանես։ 50 look, դա մոտ 100 item։ Այսինքն եթե ինքը օրինական տարավ այդ շորերը։ Լավ է, ես դիզայներ չդարձա։ Օրինական տարավ, Նարեկի վրա եւս մի 10,000 կլորիկ գումար նստելու է այդ ամեն ինչի համար։ Եթե ուղղակի դրեդ ճամպրուկ կտարավ, դա էլ է հարց։ Ճամպրուկում հնարավոր չի, որտեվ կարող մաքսա այդ մաքսային անցակետում իրան կանգնացնեն, ասեն։ Բայց այս մարդու կարած շորը ինչ турք պետքա վճարի ուզում հասնել։ Բա ոնց, բա եթե ինքը գրանցված բանը, ընկերությունը։ Դու սահմանից դուրս ես համ, կարող է տանում ես ծախում ես։ Կարող է ոչ մի չի խորան, որ դու գնում ես Fashion Week հետ գաս, իրենք այնտեղ լիքով։ Ստեղ մենք ունենք լոգիստիկ մեծ ուրիշ բան է կա, նայեք, օրինակ զարդերի բրենդերը։ Հիմա ես զարդերով եմ զբաղվում, նայեք։ Սա ձեր զարդերն իմիջալու։ Կան մեջ իմեր, բայց հիմնական չէ։ Որն է ձեր։ Սա հայկական են։ Այն բանը լավն է։
Չէ, սկիլետը։ Այս սկիլետը, էսի ուհի բրենդն է, այս ուհի բրենդն է, սա 24-13 թորն է, սա Source-ն է, սա Amy Jewelry-ը, սա հայկական բրենդ է։ Հա, ես տենց շատ եմ սիրում հայկական դիզայներներին զարդերը, ու ես իրենց հետ միշտ այդ խնդիրը որ խոսում, իրանք ասում են, նայեք որ գնում են Fashion Week, ասում են սահմանից դուրս տանելու համար զարդերը, պետքա մի հատ սաղ ուղարկես այդ ինչ որ նախարարություն կա, որտեղ մի հատ այդ սաղի գները որոշվում է։ Հետո դու թուղթ ստանաս իրավունք, որ դա հանես։ Դրա համար իրանք պրոստը հագնում են գնում են։ Իսկ մեքսիկացիները չունեն այդպիսի խնդիր։ Իրոք, բայց եթե ամեն ինչ օրենքով լինի, ճիշտ են անում։ Պետք է այդ ամեն ինչը գրանցել, հա, կարելի է ժամանակացույցը շատ երկար է, որ Fashion Week-ը արդեն անցնում է։ Ես ձեզ տասնյակ տարիներ հետևում եմ հերվից միգուցե, դու դրա մասին չգիտեք։ Եվ տեսնում եմ միշտ դուք սովորական զգեստներ գրեթե չեք կրում։ Այսինքն ձեր պահարանները եւ ձեր ճամփրուկները ձեր կարած կամ ձեր ընկերների կարած զգեստներն են, չէ՞։ Այ դուք որ սահմանը հատում եք եւ ձեզ ոչ մեկ չի կան, չի ասում տան մեկ վաճառել։ Չէ, միայն կոմպլիմենտներ։ Ահա, բայց ինչ խնդիր։ Դա իր քանակը էդի մասը։ Չէ, մեծ քանակի մասին։ Իսկապես դա մեծ քանակ։ Մի բան ասեմ, հա։ Որ ասում եք, էդի պատկերացրեք, էդի, ասենք, աքսեսուարները, դե տաբատ կակ մինիմում վերջ կակ մինիմում կոշիկա, դե ու 50-ը տենց։ Հա, բայց տանելու են վերջը վաճառելու են, չէ՞, մենակ ցույց չեն տալու։ Ճիշտ էլ անելու են։ Դե դրա համար պետք է գրանցել, մի քիչ տուրք մուծել, որ օրինական լինի ամեն ինչ, հիմա ինքնարժեքը որ մի 100,000-ը։ Ես օրինակ երազում եմ, որ արտույտը դառնա խոշոր հարկատու ապագայում։ Ես այդ ամեն ինչը շատ լավ պետականը Զանգեզուր պղինձի մոլիբդենի գործարանի պես։ առաջ դերնաց։ դառնա։ Խոշոր ասում եք դա եմ ինձ։ Այսինքն այդ պետական մտածելակերպը ես շատ լավ կրում եմ, բայց կան որպեսի սահման կա։ Դու նորաստեղծ բիզնեսին եւ այսքան մեծ բիզնեսին նույն ձևի հարկել չես կարող։ Իսկ դուք երբևիցե փորձել եք խոսել այն մարդկանց հետ, որոնք այդ որոշումները ընդունում են։ Չէ՞ որ ես համոզված եմ, որ մեր ազգային ժողովի գեղեցկուհիները կրում են հաճույքով, ըստ էության այն նրանք, որոնք կոմոյում է արտադրվում, իրենց աշխատավարձ իրենց թույլ կտա։ Բա ասեք, բա թո լոբի անեն։ Թո ձեր ասած գաղափարների մտքերը հա, այդ հարցը բարձրացնեն էկոնոմիկայի նախարարություն կամ մշակույթ։ Չէ, դուք չեք կարող, դուք դրա համար ընտրում եք երեսփոխան, այդպես է կոչում գրական գրապարով։ Երեսփոխան եք ընտրում, երեսփոխանը գնում է եւ դուք պահանջում եք նրանից, չէ՞ որ դուք եք ընտրել, պահանջում եք, ասում եք, սիրելի տիկին երեսփոխան կամ պարոն երեսփոխան, մենք պահանջարկել ունենք այսպես։ Տենց երեսփոխան կա, բայց Չէ, ես համոզված եմ, որ դուք երեք էլ ունեք ծանոթ երեսփոխաններ։ Սիրելի ժողովուրդ, այո, հա, 2 տարի է Երևանում Fashion Week անցնում։ Այո։ Գոհ եք։ Հա, ես գոհ եմ։ ես գոհ չեմ։ Ես էլ գոհ չեմ։ Ես գոհ եմ, որովհետև առաջի տարին իհարկե երկրորդ տարին իհարկե ավելի լավ անցավ ու հույս ունեմ որ տարեց տարի ավելի լավ կլինի ու երիտասարդն խիչես նարեկո Էսա կասեմ։ Զգայնացավ։ Իսկ դու սիրելիս տեսեք նախ տեսնում ենք նոր երիտասարդ դիզայներներ ու այդ հարթակում իհարկե շատ մարդիկ են ճանաչում իրանց հորինածները եւ այլն Էլի հետ են գալի իրենց հորինածներին Մի խանգարեք մայստրո շարունակեք։ Կներեք։ Դա ու Fashion Week-ը շատ ինձ թվում է դա մի քանի տարի հետո շատ առաջ է տանելու մեր Ես Արմենի հետ համամիտ եմ այն հարցում, որ եթե երևի անդրադառնանք պատմականորեն այն հայտնի արդեն դարձած Fashion Week-ին, նրանք էլ երևի առաջի 2 տարին բարձր որ այնպեսին չեն եղել։ Այո։ Երևույթը շատ գովելի է։ Պետք է դառնա մեր համար օրինակ ավելի շուտ Համաձայն եմ։ Ինչու եք դժգոհ, Նարեկ։ Ինչու ենք դժգոհ, որովհետև իմ կարծիքով պետք է ավելի խիստ control արվի այն ամեն ինչի, ինչ կատարվում է, այն ինչ ցույց է տալի դիզայները ու այնով գալիս է հյուր այդ դիզայների մասին խոսալու համար։ Որովհետև երբ որ դու հրավիրում ես դրսից հրավիրյալ հյուրերի, դու պետք է 100% վստահ լինես, որ քո դիզայներները ունեն այն որակը ու այն հավաքածուների ճիշտ գրագետ կատարումը, որը հավասար է այդ կոմենտ գրողին, հա, որը քո մասին գրելու է դրսում, որովհետև դրսում գրելուց է կախված, քո վրա այդ լույսը կվառվի, թե չէ։ Այսինքն այդ մարդիկ, որոնք որ այսպես ասած ցույց են տալի մեր դիզայներները, քրիտիկների մասին է խոսքը։ Հա, օրինակ նոյեմբերին ա եղել, հա, նորաձևության շաբաթը,
որը ընդհանրապես չի համակցում որևէ նորաձևության շաբաթներից որևէ մեկի հետ։ Դու ինչ սեզոն ես ցույց տալի նոյեմբերին, աշուն ձմեռ թե գարուն ամառ։ Դու ասենց չէ անկապ Նարեկ ջան, քանի որ նորա մեր մոտ չեն կարա տարին 2 հատ անեն, առանձին հոդկուծուր անեն։ Տարին մի հատն էլի շատ լավ է։ Դե հիմա կա դիզայներները ցույց են տալի, նայում ես ոչ սեզոն կա այդ դիզայների արածի մեջ։ Նայ, դրած էր 30 լուկ։ Դու ուզում ես միանգամից, sense ոնց որ բայց ես հիմա միանգամից անում եմ, տենց խի դիզայներները ինձնից մեծ են տարիքով, մեծ են ֆինանսներով, ու իրանք չեն կարող անել։ Դու Fashion Week չես անում։ Ես չեմ անում, որովհետև ես իրանց հետ կոնֆլիկտ ունեմ, ես իրանց հետ չեմ կարող անել, բայց այդ չի բա։ Հաստեղ հարցը նրա մեջ է, որ ես անում եմ 30 լուկ հավաքածու, ինքը ունի սեզոնայնություն, ունի թեմա, ու ինքը full համակցվում է այն բոլոր կետերին, որը դիզայներները պետք է անեն։ Իսկ այն դիզայներները ցույց են տալի իրանց 3 տարի առաջ պայստում ինչ կար, դա են դնում, որովհետև դեղ դրածա տիպը նորմա 30 լուկ։ Ինքը չի կարեց է կարի, որովհետև իրան Fashion Week-ի մասնակցել են մի ամիս առաջ, որ ասենք բաց է տեղերը, ու այդ մի ամսում ոնց կաս դու կարող ես ցելի կոլեկցիա։ Ու դու անում ես դե մի քիչ ստեից, մի քիչ ընդեից, ես գիտեմ ինչի գիտեմ, որովհետև ես աշխատել եմ մի բրենդի հետ, որը մասնակցել է այդ Fashion Week-ին, ու ես տեսել եմ ինչ խնդիրների առաջ ինքը կանգնել, ասում է, դե հիմա էսա ոնց որ նորմալ ունենք այսքան, պետք է մի բան անենք։ Այդ պիտի մի բան անենք, դառնա մի հատ դավայ t-shirt բեր, մի հատ շալվար են 5 կոլեկցիայից, մի հատ շոր այնտեղ ունեինք չի ծախվի էտել, նու օրինակ է, դա հենց այդ բրենդի չէ, բայց առասակ սա բրենդը ու տենց վերջում դառնում մի հատ հավաքածու, որը ոչ մի բանի հետ կապ չունի կոնցեպտ։ Չունի կոնցեպտ, չունի սեզոն։ Դու սա շատ մաքսիմալիստ ես։ Ոչինչ, թող թենց կամածը սկսվի հավաքելով։ Բայց դա պետք է առաջ գնա։ Բայց երբ որ պրոֆեսիոնալներ են կանգնած դրա հետևը, դու սպասում ես լավ արդյունք։ Ես համաձայն եմ Արմենը ճիշտ է ասում, Արմենը պրոստը բարի է, ես մի քիչ չարեմ այդպես։ Ես շատ պոզիտիվ եմ այդ այո։ Իման վրա քաջալերում է թեկուզ այսքան, հա, փոքրիկ քայլերը, որ ստեղ կատարվում են։ Հա, ու շատ ուրախ եմ, որ այդ ամեն ինչը կատարվում է։ Շատ լավ է։ Պրոստը փոքր բրենդերը ժամանակ չունեն։ Իրանք այսօր կան, վաղը չկան։ Այդ է խնդիրը։ Իսկ փոքր բրենդ դու կարաս օրինակ տես, ասում ես, թող լինի տարիներ, բայց այդ տարիներին կձգի այդ բրենդը, թե չէ։ Հա, բայց կարող է մեկը ձգի, մեկը ոչ մեկ չգիտի որ բրենդն է, կարող ավելի հայտնի չձգի։ Դե հիմա եթե մենք պետք է անենք, որ support անենք փոքր բրենդերին, ուրեմն պետք է իրանց մաքսիմալ հնարավորինս փորձենք բրթենք առաջ։ Դե այդ ամեն ինչ արվում է դրա համար։ Ես Fashion Week-ին առաջին տարին եմ մասնակցել։ Ընդհանուր, առաջին տարին էր բնականաբար, անկազմակերպ բաները շատ էին եւ այլն, բայց ինձ այդ օրինակ ոչ կազմակերպված այդ բաները դուր չեկան։ Դե պարզ է որ ոնց որ նենց մարդիկ չեն որ օրինակ հիմա տեսեք դուք ասում եք դուք նորաձևությունից չեք հասկանում, օրինակ դուք կարաք ինչ-որ բաներում սխալ թույլ տաք, բայց երբ որ դա թույլ է տալի նենց մարդիկ նորաձևության մեջ են ու մի տարի չեն, 2 տարի չեն, 3 տարի չեն, դա 10 տարիներով։ Այսինքն ներելի չի այդպիսի բաները։ Դե ներելի ամեն ինչ կարելի է ներել, է չի հարցը։ Okay, լավ։ Եկեք խոսենք նաև մեկ շատ կարևոր բանի մասին, որը որ հայկական նորաձևության մեջ առհասարակ գոյություն չունի։ Համաշխարհային նորաձևության տները պարբերաբար փոխում են իրենց գլխավոր դիզայներներին եւ ես բացի այն մարդկանցից, որոնք որ Ամերիկայում են կամ Ֆրանսիայում են կամ զբաղվել են ոսկերչությամբ կամ չգիտեմ ինչ, որոնք որ այնտեղից են։ Համենայնիվ ես ոչ մեկին չեմ ճանաչում, միգուցե ես սխալվում եմ, որը Հայաստանում դիզայներ կայացել է, ծնվել է Հայաստանում դիզայներ կայացել է, հետո նրանք անցել են, չգիտեմ, Diesel, Dolce Gabbana, Cartier եւ այլն։ Դե Արմանի հիմա menswear դիզայներ Ռիմանա Կազումյան, որը հայ է։ Հայ է, բայց որտեղ է ստացել կրթություն, Հայաստանից է գնացել։ Հայաստանից գնացել է, բայց դրսում չի ստացել։ Դրսում բանում, հա։ Դու Հայաստանում էլ է կրթվել, դրսում էլ է կրթվել։ Այսինքն Արմանիում ունենք այդպիսի։ Արմանիում ունենք մի հատ էլ բանում, մի հատ էլ ունենք։ Վերոնիկան, բայց ինքը Ֆրանսիա հայ է։ Լավ, ինչու՞մն է խնդիրը, ինչի չեն հրավիրում։ Չունենք այդպիսի մակարդակի մասնագետներ։ Նարեկ, օրինակ որ ձեզ հրավիրեն այդպիսի fashion տուն կգնաք։ Նայած որը։ Fendi, չգիտեմ, անկապ եմ ասում։ Fendi չէ, Givenchy մեծ սիրով։ Ահա, չեն հրավիրում, բայց։ Givenchy հրավիրել էին աշխատանքի, բայց ոնց որ պետքա փոքրից սկսես, այտենց բարձրանաս, հələ որ Ո՞ւս մեր մի անգամ մի բան դնենք։ Չէ։ Պրոստը ասի հələ որ իմ անում եմ, տենամ, եթե չնի գնալը կա ու կա։ Ես միշտ եմ։ Այսինքն կարող եք գնալ եւ ձեզ թույլ տալ Givenchy։ Հա, որտեղ Givenchy-ը հայեր կան, ասեմ։ Դա ցանցի միջոցով է արվել։ Հա։
Արցախ կանալները վառեցիր լսի թե։ Հա, բայց իսկ ինչպես որ ասում եք ներքևից պետք է սկսենք, ինչ է պետք անել, որ Սկզբից ոնց որ բանը mid designer-ը, senior designer, sense գնում է, էլի ոնց որ հա, տարիների փորձ է ու հետո դե բարձր դի միանգամից չես կարող դառնաս։ Իսկ հայ դիզայներներից չգիտեմ։ Հայ դիզայներներից երեխեքից կա Գալատեյան, որը Մաքս Մարայում է հիմա։ Հա, ճիշտ է։ Արփինե Մովսիսյանը ստեղ է ծնվել։ Հա, ինքը շատ լավ ստայլանում, հատ շատ մեծ բրենդերի հետ ու շատ հաջող։ Կան, ինչի չկան։ Հիմա արդեն շատ կան։ Գիտեք ոնց այս տարիներ ինչ արտույտը կա, օրինակ, հա, ես ինչ եմ նկատել արդեն այս 9-րդ Դու արտույտը Քրիստոսի ծնունդի նման ես, հա, արդեն։ Արտույտ։ Մեր թվարկությունից առաջ եւ Դե հիմա, դա էլ իմ երրորդ երեխան է Արմինչը։ Այդ նույն այսպես ասած ստիլիստները, նույն ֆոտոգրաֆները, հա, որոնք փորձում են ֆեշն նկարել, մենք ունենք հիանալի ֆոտոգրաֆներ, հիանալի դոկումենտալի, հիանալի որ ասում եք, բայց իրենք չեն աշխատում, չէ՞ լավագույն ամսագրերում։ Հիանալին մեր համար։ Չէ, ինչի։ Իրանք օրինակ դոկումենտալիստ ֆոտոգրաֆներ մենք շատ ունենք, շատ լավ։ Շատ ինչքան շատ։ Դե Մագնում կա հայ մի հատ։ Կրիստինա ֆոտոգրաֆը Կրիսնովան իր ֆոտոն օրինակ բանում բազարում տենց կաբլոշկա եղել էր գառնի տաճարով։ Մի անգամ։ Հա։ Մի անգամ էր։ Դու 10 անգամ լավ, ոչ։ Ուզում ասեմ, նենց չի որ մենք թելադրող ենք։ Չէ, մենք թելադրող չենք, կոնկրետ այս տեղական շուկային, հələ ժողովուրդ տեղական շուկայում մի հատ պետք է կայանալ, մի հատ պետք է մեզ սիրեն, նոր մենք մտածենք դրսի Չէ որ մենք հայ ենք, չէ որ մենք հայ ենք, եթե մեզ Իտալիայում սիրեն, եթե Նարեկին, Արմենին եւ Արևիկին սիրեն Իտալիայում, Ֆրանսիայում, Մեքսիկայում, Ամերիկայում Իհարկե, այդպես է ցավոք սրտի։ Ես չէ որ ասում որ տեղել են սիրում մեկ։ Բայց ինչի՞ չէ, եթե մենք խոսում ենք կարծրատիպեր կոտրելուց, միգուցե այդ էլ մենք կոտրենք այդ կարծրատիպերը։ Համաձայն եմ, եկեք փորձենք։ Ինչպես, ճիշտ աշխատելով։ Ճիշտ աշխատելով, եթե դու ճիշտ աշխատում ես, դու ցույց ես թելադրում ես, ցույց ես տալիս ճաշակ, ցույց ես տալիս որակ, ցույց ես տալիս ճիշտ կոնտենտ, անհնար է քեզ չսիրեն։ Հատկապես երբ դրսից հյուրեր ես բերում։ Իրանք ավելի տեսանելի են դարձնում։ Հա, իրանք ավելի ճիշտ է ասում։ Նարեկ, ում համար եք ամենահայտնի մարդկանցից ոչ հայ, կարող եք ասել։ Չգիտեմ, Քիմ Քարդաշյանն է, ոչ հայերից, Մադլեն Օլբրայթն է, Ջոն Լեջենդի կնոջ համար, բայց ինքը հղի էր եղել, չհակավ։ Ոնց որ Զապրոսը եկավ այդ process-ը միշտ ես արեցի, ինքը հղիացավ ու հա, հետո չեմ հետևել ինչ հակել է թե չի հակել։ Ուրիշ տենց չկա որ ասեմ։ Չնավ սա եղել։ Իսկ օրինակ դա ձև է, որ չգիտեմ, Քիմ Քարդաշյանը ուշադրություն դարձնի ձեր վրա, բայց դու parza որ դուք պետք է այդ ամենը անեք, որ նա չգիտեմ։ Ձև է այնքանը, որ իր вообще любой celebrity ունի իր ստիլիստը, այդ ստիլիստների հետ եթե կապ ես գտնում, ծանոթ ես գտնում, դու կարաս այդ ստիլիստների հետ կոնտակտ Այդ ճանապարհը աշխատող ճանապարհ է։ Հա, շատ։ Դա օրինակ նույն վրացիները շատ են տենց, իրանք որ մեր հայերը գիտեք ոնց միշտ supportive չեն իրար։ Այդ բառը շատ եմ սիրում, ես եւ Մեզրոկ Մաշտոցը supportive։ Այսինքն աջակցում իրար սիրելիներս։ Հա, չենք աջակցում իրար, որովհետեւ օրինակ ասենք LA-ում գտնվող վրացիները ավելի լավ են Վրաստանին PR-անում, քան օրինակ LA-ում գտնվող հայերը։ Որոնք որ 100 անգամ ավելի շատ են։ Հա, դրա համար օրինակ Kendall Jenner կամ ասենք չգիտեմ Bella Hadid, Gigi Hadid, իրանք սաղ վրացական բրենդեր շատ լավ հագնում են ու ասենք լավ տեսանելիություն բարձրացնում, իսկ մեր մոտ տենց չի։ Թե լավ է։ Լավ։ Շատ այդ կարծիքի ես ով է ամենահայտնի ձեզ։ Ինձ համար կարևոր չի ով է ամենահայտնի։ Չէ, ձեր համար միգուցե հաղորդման համար Դες մա դες է պետք է այդքան հետաքրքիր։ Կապ չունի, եթե մարդը իմ դուրը գա, ոչ իհարկե։ Եթե մարդը այդ կլիենտը իմ դուրը գալիս է, ես մեծ հաճույքով աշխատել եմ հիմա էլ։ Բայց չեք ուզում օրինակ ինչ որ նույն մարդիկ կրեն ձեր զգեստները, որ թե դες բավական է ինչ որ։ Ինձ բավական է։ Կարող է շատ հայտնի մարդ լինի, բայց ես հիշեցի Victoria's Secret-ի Ռուբինան։ Victoria's Secret-ի գերություններից մեկը կրել է ձեր զգեստը կամ կրում է։ Ունի, կրում։
Նայեք, օրինակ ես միշտ մտածել եմ ինչի մասին։ Արմենը ասում է եւ դուք բոլորդ։ Արմենը չի սիրում նվիրել։ Չէ, նվիրելու մասին չի։ Արմենը դիմեց, որ այսինքն դա հորդոր էր, որ մենք պետք է կրենք հայկականը բոլորս։ Կարևոր է, նայեք, առաջին տիկինները երկրի մարդիկ, որոնք որ դուրս են գալիս, դերասանուհիները, որոնք որ, չգիտեմ, նոմինացվում են Օսկար կամ տարբեր, կան հայուհիներ, այնտեղ էլ եղել։ Միգուցե դրանց վրա է պետք աշխատել կամ իրենց հետ է պետք աշխատել, որ ձեր բրենդը ճանաչելի լինի։ Եվ դուք ճանաչելն եք թե երկրից դուրս, թե երկրի ներսում, որովհետև եթե մենք իմանանք, որ, չգիտեմ, հայտնի հայ դերասանուհի կամ հայտնի հայ դերասան, որը որ դուրս է եկել կամ կանգնել է Օսկարակիրի կողքը, կրում է Արմենի Նարեկի կամ արևիկի աքսեսուարը։ Չէ՞ որ դա շատ կարևոր բան է մարքեթինգի եւ բիզնեսի տեսակետից։ Դե համաձայն ենք, դա միանշան։ Աշխատում եք այդ ուղղությամբ։ Իհարկե աշխատում ենք, ու այնպես չի որ չեն եղել տենց դերեր։ Նվիրում ենք, որ հայտնի դառնա իրանց։ Եվ հայտնում են դրա մասին, մարդիկ իմանում են, որ դա ձերն է, որ դա հայկական է։ Դե իրանք կոնկրետ չեն բարձրաձայնում դա, եթե դա վերաբերում է առաջին տիկիններ եւ այլն, դա ոնց։ Առաջին տիկինը միշտ բան է, նշում է։ Նայեք, ես հիշում եմ, որ առաջին տղամարդն էր մի ժամանակ, չէ, որ ասում էր, որ ես կրում եմ հայկական բաճկոն, հայկական, չգիտեմ, կոստյում եւ այլն, այսինքն դա կարեւոր է։ Հիմա չգիտեմ, միշտ կրում է թե չի կրում եւ չգիտեմ ինչ բրենդ է դա, բայց ասել է, հայտարարել է մարդ։ Ուզում ասեմ, դա մարքեթինգային ճիշտ քայլ է։ Համաձայն։ Օգտագործում է հայկական ֆեշնի կողմից։ Այո, մեր դեպքում այդ գործիքը օգտագործում է Արմեն։ Արմենը մի բան է ուզում ասի, բայց չի գիտի ասի թե չասի։ Չէ, ուզում եմ ասեմ, դա պետք է միայն բրենդի մարքեթինգային քայլը չլինի, այլ այդ կրողների դերասանը, առաջի տիկինը եւ այլն եւ այլն։ Դա պետք է երկուսի ցանկություն լինի, կապ չունի ումը շատ է։ Որտեվ հա կարող է օրինակ բրենդը որոշի, որ չգիտեմ, օրինակ իմ զգեստը ես չեմ կարծում, որ համապատասխան կլինի, օրինակ առաջին տիկնոջը ինչ որ միտը հագնում, ես կարամ զապրոս անեմ, բայց եթե պետք է տիկնոջ կողմից ճիշտ ստիլիստ լինի, որը ասի օքեյ է, թե օքեյ չի, դու ասոցացվես այս բրենդի հետ կամ այս բրենդի հետ։ Իսկ առհասարակ ինչ եք մտածում մեր առաջին դեմքերը պետության։ Դա կլինի չխոսա։ Ինչու։ Առհասարակ, խոսքը մենակ ամենաառաջինների մասին չի, ոչային, օքեյ է, թե օքեյ չի։ Ունեք նկատողություններ։ Ունեք, փաստորեն։ Արտահայտվել եք։ Չէ, ես չեմ արտահայտվել, բայց կասեմ, որ լավ կլինի, որ լինեն գրագետ ստիլիստներ, կապ չունի դա աստղ երգչուհի է, թե ես որտեղից ունենամ գրագետ ստիլիստ, կամ ինչին է պետք։ Կան ստիլիստներ, պետք է ռիչ։ Ասում եք, որ պետք է ունենան։ Գորջան, դուք կոնկրետ ձեր ստիլը ունեք։ Ես դες ասեմ, որ այս հաղորդման համար ինձ հագցնում են, բայց սովորաբար ես հագնում եմ իմ կարճաթև շապիկը, գալիս եմ եթե, որտեղ ես մտածում եմ, որ կարևորը ես ինչ եմ խոսում, ոչ թե ինչ եմ հագնում։ Դուք կարող եք դրա հետ չհամաձայնվել, բայց առաջին դեմքը, որը երկրի եւ ոչ միայն նախագահի եւ կնոջ մասին է կամ վարչապետի կնոջ, այլ մարդկանց մասին, որոնք որ գնում են Հայաստանից դուրս, եւ դա կարևոր բան է։ Հիմա նայեք, նոր էս որ Տրամպի ինագուրացիան էր, Մելանիա Տրամպը իր ստիլիստը Էրվե Պերնա, որին ես ծանոթ եմ, իմ ընկերի Սոնա Շաքարյան, հա ասում ենք դեմքեր չկա իհարկե կամ Փարիզի Սոնա Շաքարյանը բերեց Մոսկվա մի 4-5 տարի առաջ, ուրցումում բացեցին իր բուտիկը, հիանալի մարդ է։ Մի հիանալի անձնավորություն։ Հա, հիանալի անձնավորություն, շատ տաղանդավոր դիզայներ, բայց հենց շատ գործեր էլ չի անում։ Ինքը սկսեց հագցնել Մելանիա Տրամպին, հետո Օբամայի կնոջ։ Մելանիան զորի շատ էին հրաժարվում։ Շատ էր։ Այս երեկոյան սպիտակ զգեստը սևլենտը, այդ արդեն Էրվե Պիեր էր, բայց մնացած բոլոր լուքերը Էրվեն ընտրում է տարբեր դիզայներներից, ու ասեմ ոչ բոլոր այդ մեծ դիզայներական տները տալիս են Մելանիային, հակ չեն սիրում, չգիտեմ։ Դե Տրամպին որ չեն սիրում։ Հա, դրա համար չեն տալիս։ Այսինքն նրանք գիտեն, որ Տրամպը Մելանիայի համար է։ Հա, բայ իհարկե, հա, չեն վաճառում։ Իրանք այդքան կարող են։ Այդքան կարող են։ Հրաժարվել $20,000-ից։
Դե հիմա չգիտենք Օրինակ ներ եւ այլն։ շատ հայտնի բան կա, մի հատ Սնուկի դերասանուհի կար reality show-ից, ու ինքը միշտ Gucci սումկով էր, ու Gucci-ն ահավոր չէր զում ասոցացվել այդ մարդու հետ, իրանք վերցրել Louis Vuitton-ի սումկեն նվիրել էին իրան։ Ինքը սկսել էր Louis Vuitton-ը վերցնել։ Gucci-ն է նվիրել։ Հա, Gucci մարքեթինգը նվիրել էր Louis Vuitton-ի սումկեն, որ ինքը Louis Vuitton-ը բռնի, որ էլ Gucci չբռնի ու ասոցացվի Louis Vuitton։ Դե իմանայեք, այնտեղ, այսինքն այնտեղ այդ նորաձևության տներն է պատերազմներ ունեն։ Թողեցի ես վերջացնեմ։ Տեսեք, Hervé Pierre, բացի այն որ հայտնի դիզայները ունի իր տունը, ինքը աշխատել է շատ մեծ տներում, էլի Dior եւ այլն։ Հետո տեղափոխվել է Ամերիկա։ Այն ինչ որ անում է Մելանիա Տրամպի համար, այդ բոլոր կերպարները սա աշխարհը տեսա, որ դա իրոք շատ գեղեցիկ, շատ ամեն ինչ շատ մեծ ճաշա։ Տեսեք, ինչ հաջող տանդեմ է Մելանիա Տրամպի ու Hervé Pierre-ի։ Այդ մակարդակի ստիլիստ։ Դա մա ստիլիստները իհարկե պետք է այդքան։ Իսկ դա հերիքա փողից խոսացնենք։ Իսկ դա չէ, կարևոր բան փողը իհարկե։ Դա ինչ չի թե որ ստիլիստ եկել է Մելանիա Տրամպին ասել է Մելանիա, գիտես ինչ կա, քեզ ստիլիստ է։ Բնականաբար դիմում է Մելանիա Տրամպը, այնտեղ կա հատուկ ինստիտուտ, արարողակարգի ինստիտուտ, որը դիմում է եւ այլն, այդ շատ տենց կարևոր է, բայց համել ոնց որ լյուբոյ պետության մեջ ինքը ոնց որ պետական կետերից մեկը, որ ունենան այդ մարդը, որը գիտի, որ այս մարդը գնալ է, չգիտեմ, ինագուրացիայի ստեղ, այնտեղ այս հանդիպումներին, հա, ու իմանա ինչ հակնի, որտեղ օրինակ նույն ժամանակ Մելանիան շատ սխալ հակնվել էր, երբ որ գնացել էր Մեքսիկայի սահմանի հետ երեխեքին տենալու, մեջքին գրած էր, ես թքած ունեմ բոլորի վրա, Zara-ի տենց մի հատ պալտո էր հագել, ու ոնց որ էդի նայվում է լրիվ ուրիշ ձև, որ մարդ, որը անգլերեն հաստատ հասկանում էր ինչ էր մեջքին գրած, չէ, բայց հակեր, շատ դեպքեր բայց այդ գրածն է կարելի է հասկանալ ում Նայած Բայց ես չեմ կարծում, որ դա ոչ երեխաների էլի կարող է հենց Տրամպի դեմ էր։ Բայց միգուցե դա հենց այնց չէր հակել։ Իհարկե, հենց այնց ոչ մի բան չի արվում։ լինում, բայց ամեն ինչ մեսիջ։ Բայց դա է շատ կարևոր հարց է եւ խնդիր։ Քանի որ Արմենը ավելի օպտիմիստ է, դուք մի քիչ ավելի պեսիմիստ, չէ, աշխատող Ես պեսիմիստ եմ, ինքը ռեալիստ է, օքեյ, իդեալական եռյակ ունեք։ Ես ուզում եմ հասկանամ, մոտակա ժամկետներում, ժամանակներում, մոտական ինչքան վերցնենք 1 տարի, 3, 5, Դե մի 10 երևի։ Մի 10, տեսեք, պեսիմիստ ասես 10, Արմենը համաձայն որ 1 տարի։ Չէ, 1 տարի չէ։ Պրարիվ հայկական նորաձևությունը կարող է ունենալ Շատ բան բայց երկու տեսակետից եմ ասում, որ մենք այստեղ սիրենք, գնահատենք, հագնենք եւ հավանենք դա, այսինքն կրենք ոչ միայն նրա համար, որ դա հայկական, այլ նրա համար, որ դա հարմարավետ է, ոչային է, իմն է, եւ երկրորդը պրարիվի երկրորդ մասը, որ աշխարհը մեզ մասին իմանա եւ ֆրանսիական նորաձևություն, իտալական Սկսենք առաջինից, հայկական նորաձևություն, աշխարհը կարա սպասի, մի հատ սկսենք այդ հայրենասիրական, հետաքրքիր Արմեն ջան, հիմա որ ասում եք հայրենասիրական, արդեն աղավաղված է, բայց այդ հայրենասիրական, որ ասում չէ։ Ես աղավաղված չեմ ասում, ես ասում ոնց կա։ Եթե գնում ես հայկականը, դու օգնում ես այդ դիզայներին ավելի հետաքրքիր գործեր անել, առաջ գնալ։ Եթե լինի շապիկ հարմար, որակյալ, գեղեցիկ։ Հիմա իմիջիայլոց շատ որակով շապիկներ են հարց եմ տալի եւ ոչ հարմար, ոչ գեղեցիկ, բայց հայկական դուք որը կկրեք։ Հարմար գեղեցիկ։ Ես կարամ ոչ գեղեցիկն էլ հետո համադրեմ ուրիշ բաներ հետ գեղեցկացնեմ, այդ կապ չունի։ Այո։ Լավ, շապիկ չէ, կոշիկ։ Բոթաս, կոշիկ չէ, կոշիկը հայկական լավ։ Ես ասեմ իմ կոշիկների մեծ մասը չէ իհարկե, ահագինը ես առել եմ գումի շուկայից։ Այնտեղ պապիկներ են վաճառում ու իրանք է կարում։ Իսկ ինչքանն է ձեր կոշիկի այդ պահարանում իտալական, իսպանական, ֆրանսիական, անգլիական։ Շատ, բայց ես բացատրել եմ ինչ եմ ուզում ու կարել են արտակարգ, արդեն տարիներ կրում եմ։ Իմիջայլոց կան սիրահայեր են, թե լիբանանահայեր են, հյուսիսայինի տակի խանությանը, ոնց է, Տաշիրում երևի մի տարի առաջ եմ վերջի անգամ հայկական դոկտոր Մարտենսներ են վաճառում։ Նման են։ Ու շատ որակով, չէ, դոկտոր Մարտենսի կոպիաներ չեն։ Բարձր կոշիկներ են ու շատ որակով։ Շատ կարևոր է որ դա լինի հարմար,
շնչող ինչ որ կտորից, որ ես չնեղվեմ եւ այլն, լինի, գեղեցիկ իմ պարագայում դժվար է ասել, վերջը համապատասխան իմ ներքին աշխարհին։ Եվ եթե դա լինի հայկական, ես մեծ հաճույքով դա կկրեմ։ Բայց եթե ես չեմ գտնում դրա հայկականը, ցավոք սրտի Դա ալտերնատիվ է։ Իսկ մենք ահագին տեղեր ասեցինք, որ դուք հիմա կարա գնաք եւ գնեք։ հայկական գուլպաներ եւ այլն եւ հիմա շատ լավ որակի է, շատ։ Շապիկներ կան, համաձայն եմ։ Այո, ջինսեր կան, Համաձայն չեմ։ չեք տեսել ուղղակի։ Չէ, ինձ անգամ նվիրել են, բայց բայց դե եկեք համեմատենք, լավ, ես կրում եմ դիզել։ Համատենք դիզելի հետ։ Համեմատելի է, թե անհամեմատելի է։ Իսկ ման համատելիա հումքի տեսանկյունից։ Դե բա խնդիրը դրանում է, որ եթե դու պետք է ջինսը մեկ օր կրես, հետո կախվեդ ամեն ինչը ու դու հասկանաս, որ ոնց որ ջինսը 8 ամիս է հագել ես ու չես լվացել ոչ մի անգամ, դե պարզա որ դու չես կրել ջինսը։ Որպեսի արագ մենք կարողանանք այս գործընթացը, արագացնել։ Բայց դա շատ սիրուն կրնի է ջինսը, որ տեսք 8 ամիս լվացած չէ։ Ավելի հետաքրքիր։ Հիմա շատերը Լուրջ եմ ասում։ ձգտում են այդպես ջինսեր կարել։ Նույն Բալենսիագան։ Так, եթե ուզում ենք գործընթացը մի փոքր արագանա, բայց իհարկե դա էլի Նարեկի ասած մի 10 տարի կտևի։ Պարզ է, վերջակետ չենք դնում այս խոսակցությանը, դնենք բազմակետ, կվերադառնանք 10 տարուց։ Հուսանք էլ ավելի շուտ։ Ավելի շուտ։ Հա, հուսանք։ Պարզվեց, որ ես ահագին բաներ չգիտեմ, բայց ես ամենասկզբից խոստովանեցի, որ ես կիլոմետրներով, պարսեկներով հեռու եմ նորաձևությունից։ Համաձայն եմ Արմենի հետ, որ պետք է կրենք հայկականը, բայց նաև պետք է պահանջենք այդ հայկականից, որ նա լինի համապատասխան մեր ներքին աշխարհին, որակին եւ արտասահմանյան իր, այսպես ասած, կոնկուրենտներին։ Շնորհակալություն, Արևիկ։ Բայց մի բան ասեմ, չկրենք մենակ հայկականը, միքսենք հայկականը վինտաժի հետ, բրենդայինի հետ, ես չգիտեմ, second hand-ի հետ, այդ հենց սկսենք։ Okay. Հետո շատացնենք։ Արմենը ավելի ճիշտ ասա, support անենք, այո, դա կարևոր է։ Եվ վերջում ուզում եմ հարց տամ, որին հույսով եմ անկեղծ կպատասխանեք, կրում եք թե չեք կրում հայկական բրենդեր, եւ եթե կրում եք, ապա որոնք են դրանք։ Գրեք ձեր սիրված անկեղծ, ոչ թե բրենդերի տերերն են գրում կամ իրենց բոտերը, այլ մարդիկ, որոնք որ իսկապես կրում են եւ լավ կլինի, որ օրինակ ֆոտո նաեւ տեղադրեք, որ ահա, տեսեք, ես կրում եմ եւ սա հայկական բրենդ է։ Շնորհակալություն ձեզ։ Այսօր այսքանը կհանդիպենք, չենք մոռանում բոլոր այն գործողությունները, որ միշտ ձեզանց պահանջում են, որովհետեւ ինչքան շատ մեզ տարածեք, ինչքան շատ կոմենտներ գրեք, ինչքան շատ լայքեք, ինչքան շատ կիսվեք, այդքան շատ մարդ կիմանա հայկական նորաձևության մասին եւ այդ լույսը վերջով կսկսի վառվել։ Մերսի։